ուսուցիչը իր աշակերտների հետ ճանապարհորդելու ընթացքում երեկոյան պետք է գիշերեն, բայց տեղ չունեն որ գիշերեն։ Մեծահարուստի տուն են ճարում, որոշում են մնան այնտեղ։ Այս մեծահարուստը մարդկանց ոչ ջուր է տալի, ոչ ուտելիք է տալի, իր նկուղն է տալի, անգամ շատ վատ պայմաններում, ու մնում են իրանք այդտեղ։ Մնում են առավոտյան վեր են կենում, ուսուցիչն ասում է եկեք ինչքան գումար ունենք, իր աշակերտներին է ասում։ Այս գումարը հավաքենք, տանք մեծահարուստին, շնորհակալություն հայտնենք ու գնանք, բայց գնում են ճանապարհին եւս պետք է նորից գիշերեն, տուն չկա, աղքատի տուն են ճարում, աղքատի տանն են։ Այս աղքատը իր ամենավերջի ոչխարը մորթում է, սնունդով իրանց ապահովում է, ջուր է տալիս, ուտելիք է տալիս, քնել ուտեղ է տալիս, ուսուցիչն ասում է եկեք իր տունը վարենք, նոր դուրս գանք։ Վարում են ամբողջ տունը դուրս են գալիս, բայց իր աշակերտները անընդհատ անհանգիստ են, տագնապի մեջ ասում լավ, մեր ուսուցիչը էս ինչ արեց։ Վերջապես հասնում են մի տեղ, ուսուցիչն ասում է դե հիմա արտահայտվեք, ինչ եք ուզում ասի, ինքը զգում է, որ իր աշակերտներն արդեն բորբոքված են։ Ասում է բանը, դու ինչի այդպես արեցի, մեծահարուստի ոչ մի վնաս չտվեցի, բայց աղքատին ասում է ամբողջությամբ վնաս տվեցի։ Հարուստին պետք էր ասում է մեր ֆինանսը, իրան պետք չէր ասում է մեր մնալ այնտեղ, իրան պարզապես մեր գումարներ պետք ասում են, որ իրան տանք դուրս գանք, բայց ասում է աղքատ ամբողջ կյանքում ապրել է իր տան աղքատ տան մեջ, բայց չի պատկերացել, որ իր տան մեջ ոսկի կա։ Հիմա ասում է տուն որ վառվել է, մնացորդները ստուգելուց ինքը մեծ կարաս է գտնելու, որի մեջ ասում է մեծ գումար կա։ Ես հասկացա, որ ամեն վատ բան չի, որ քո հետ պատահում է, հա, ինքը վատ է։ Միշտ այն ինչ որ մեր հետ պատահում է, այո, պետք է գտնես միշտ լավ մտալ դրական կողմը, որ դա լավ բանի է բերելու։ Գուցե այդ պահին, ասենք հիմա աղքատի համար դժբախտություն էր, որ տունը այրվեց, ինքը չի հասկանում ու ասենք հիմա աստուն գուցե ասում է ինչու է ես վարվեցի, էլի ես արդար էի եւ այլն իմ քրտինքով ապրող մարդ էի, չէ։ Բայց ասենք ժամանակի ընթացքում երբ ինքը այդ ոսկին գտնի, ինքը կհասկանա թե ինչու եղավ, այսինքն այդ պատճառը հետևանքային կապը կյանքում էլ ոչինչ բան հենց այնպես չի լինում։ Դենց է գրած է, որ յուրաքանչյուր դժվար իրավիճակում, ասում են դու պիտի միշտ լավը տեսնես։ Պիտի լավը տեսնես ու պիտի միշտ այդ բարդ իրավիճակներում, չէ, նայ, բարդ իրավիճակներում բոլորիս կյանքում էլ տենց եղել է։ Երբ որ այդ պահին ինչ-որ խնդիր ունես, ինչ-որ բան կա, երևի ուղեղն է տենց էլի եւ էմոցիաներն են կողմի շեն թողնում, որ դու ճիշտ պատկերացնես իրավիճակը։ Դու այդ պահին մտածում ես, որ դա անարդար էր, հա, ինչու այդպես եղավ։ Բայց հետո դերես լուծում ու հասկանում ժամանակ ապրես, հա։ Կյանքում, մեր կյանքում ինչ լինում է, ես հենց երեք դրա մասին էի մտածում։ Ինչ լինում է, ինքը մեծ փազլի ինչ որ մի կտորն է։ Ես դա արդեն հասկացել եմ։ Որպեսզի բայց հասկանաս թե փազլի որ կտորն է, ու այդ ասենք այդ վատ իրավիճակը, այդ պահի դրությամբ, որ դու վերլուծում ես ու մտածում ես, որ դա վատ է։ Ինչի ավատ ժամանակ ապեք, որ ասի, որ դու հասկանաս թե ինչի համար եղավ։ Հասկացա, ճիշտ բացատրեցի։ Այ նույնն էլ ինձ թվում է այդ էր։ Շատ խորը փիլիսոփայական հարց է, քննարկել է, բայց իմ աղջիկը արդեն էս այդ կողմը գնացինք։